Սահմանեցինք այնպիսի եկամուտներ, որոնք որ որոշակի շեմը չգերազանցելու դեպքում միանվագ գործարքների կրկին հայտարարագրման ենթակա չեն։ Այդ եկամուտներից են օրինակ ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները եւ այսպես շարունակ։ 1 միլիոն դրամը տարեկան կտրվածքով թե ամսական։ Ինքը միանվագ գործարքներին է վերաբերվում։ Տարեկան կամ ամսական երևույթ ստեղ չունենք, այսինքն եթե օրինակ մեկ օրինակ բերեմ էլի, եթե որևէ ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ մեկ ամսվա ընթացքում 3 անգամ, դա կարող է չհայտարարել, որովհետև մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամ։ Բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում մեկ անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարման ենթակա է։ Խոսքը վերաբերվում է չհարկվող եկամուտներին։ Այսինքն Իրանից հարկ չի առաջանում, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե պետական բյուջե որքան հարկային մուտքեր կլինեն, կավելանան, թե կպակասեն։ Ստեղ նշված եկամուտները, եթե անձը, չգիտեմ, 1 միլիոն դրամ հայտարարեց, թե 1 միլիարդ դրամ, դրանից 1 դրամ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի լինելու, քանի որ խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։